Հրապարակ օրաթերթը գրում է. 44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստացել էր հրապարակել այս տարվա սեպտեմբերի 27-ին, պատերազմի 5-րդ տարելիցի օրը դեռևս չի հասել իրավապահ կառույցներին։ Թեպետ Քոչարյանը հրապարակավ խոստացել էր, որ զեկույցը մինչև հրապարակելն ուղարկելու է Գլխավոր դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն և Պաշտպանության նախարարություն նախ ծանոթանալու, ապա պետական գաղտնի տեղեկատվության մասին խորհրդատվության համար, որպեսզի որոշեն, որ մասն է հրապարակվելու, որը գաղտնի թողնվելու։ Գրել էինք, որ Անդրանիկ Քոչարյանը անգամ հանձնաժողովի անդամներին թույլ չի տալիս ծանոթանալ զեկույցին, ասում են կասկածներ ունի, որ ինֆորմացիոն արտահոսքեր կլինեն և որոշ հանցագործներ իրենց գլխի ճարը կտեսնեն։ Զեկույցը իրականում գաղտնի են պահում նախընտրական շրջանում դրոշակ դարձնելու համար։ Այս զեկույցի և Անդրանիկ Քոչարյանի դերակատարման մասին մենք անդրադարձել ենք մեր հաղորդումներում և հստակ ընդգծել ենք, և նաև Անդրանիկ Քոչարյանն էր ակնարկել իր հարցազրույցներից մեկում, որ այդ զեկույցում կան դրվագներ, որով կարող է մեղադրվել Նիկոլ Փաշինյանը, անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք գրված զեկույցում, և Անդրանիկ Քոչարյանի ձեռքին այդ զեկույցը մահակ է Նիկոլ Փաշինյանի գլխին, որով ինքը պահում է Ազգային ժողովում իր մանդատը և իր պաշտոնը, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Հիշեցնեմ, որ մի պահ ԿՊԱ-ականները պահանջում էին Անդրանիկ Քոչարյանին հեռացնել այդ պաշտոնից, զրկել նրան մանդատից, ՔՊ խորհրդում դա քննարկվեց, մեծամասնությունը քվեարկել էր Անդրանիկ Քոչարյանի դեմ, բայց Նիկոլ Փաշինյանը չհամարձակվեց Անդրանիկ Քոչարյանին հեռացնել։